Արդեն 27 տարի Կողբի գեղարվեստի դպրոցը գյուղի հարակից անտառում կազմակերպում է նկարչական պլեներ սիմպոզիում։ Ամենամյա այս միջոցառումը համախմբում է սկսնակ և փորձառու նկարիչների Հայաստանի տարբեր համայնքներից և արտերկրից, նպաստում նոր կապերի հաստատմանն ու փորձի փոխանակմանը։ Արդեն ավանդույթի սովորություն ստացած իրադարձություն է գյուղում, ստորակետ Հայաստանում, ստորակետ արդեն աշխարհում, որովհետև սիմպոզիումը իր տարածաշրջանը մեծացրել է ու արդեն 2025 թվականից ներգրավվել են նկարիչներ նաև արտերկրից, գնալով թափեհավաքում եւ ուրախ կլինենք նաև Հայաստանում արվեստի դպրոցների մասնակցության ակտիվության ցուցաբերմամբ, շատ կարևորում ենք բաց լինելը պլեներ սիմպոզիումի եւ նոր անդամների ներգրավվածությունը, քանի որ բացառիկ հնարավորություն է արվեստագետների համար։ Պլեներ սիմպոզիումին արդեն երկար տարիներ մասնակցում է Իրինա Ղուլիջանյանը, Տավուշի բնությունը շատ է նկարել, այս տարի որոշել է տարբերվել, կտավին է հանձնել ընկերոջ Հրանտի դիմանկարը։ Ամառ եւ ձմեռ բոլոր իմ արձակուրդներին ցանկացած ժամանակ ես միշտ տրամադրել եմ Կողբին ու իմ հիմքը նկարչական գիտելիքի կամ առհասարակ արվեստի ոլորտին ճանաչելը հենց Կողբի գեղարվեստի դպրոցի շնորհիվ ա եղել։ Կողբի նկարչական պլեներ սիմպոզիումի այս տարվա աշխատանքների ամփոփիչ ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի արվեստի դեսպանատանը։ Ցուցասրահի հիմնադիր Դավիթ Մելիքսեթյանը նշում է, սա լավ հնարավորություն է մայրաքաղաքում ապրողների համար ծանոթանալու տավուշցի արվեստագետների հետ եւ Երևանում վայելելու տավուշյան հարուստ բնության շունչը։ Ընտրությունը կատարվում է հենց այն պահին, երբ որ մարդիկ ընտրվում են այդ սիմպոզիումին մասնակցելու։ Ուզում եմ ասեմ, որ այդ փուլը հենց մասնակցության ժամանակ է, երբ որ մարդիկ արդեն մասնակցել են, հիմնականում արդյունքը այնպեսին է, որ մենք առանձնապես այդ խնդիրը ընտրելու չենք էլ ունեցել։ Համարյա այն բոլոր աշխատանքները, որ այդտեղ ստեղծել են, մենք կարողացել ենք ինչքան որ մեր տարածքը հնարավորություն է տալիս ցուցադրել։ Նպատակ ունեն 2026 թվականին Տավուշում հավաքել ոչ միայն նկարիչներին, այլև արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչներին։ Հույս ունեն ձեռք բերել նաև միջազգային սիմպոզիումի կարգավիճակ։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։